6 օր առաջ բանակում մահացած Գրիգոր Զաքարյանի բնակության հասցեում լռություն է։ Բնակարանի դուռը փակ։ Գրիգորը Երևանից էր, մոր հետ էր այստեղ բնակվում։ Այստեղից էր զորակոչվել բանակ Մեղրիում ծառայության, պատմում են հարևանները։ Նրանք նույնպես լսել են, որ ըստ իրավապահների Գրիգորը ինքնասպանություն է գործել։ Մամուլում կարդացել են նաև լուրերը, թե հնարավոր է նա ծառայակիցների կողմից ճնշումների է ենթարկվել, դիրքում գիշերը քնելու պատճառով, եւ ի վերջո տղային ինքնասպանության են հասցրել։ Գրիգորին նրանք հաճախ են տեսել, շփվել հետը ու դժվարանում են հավատալ, թե նման տղան ծառայության ժամանակ կարգապահ չէր լինի կամ ինքնասպանություն կգործեր։ Շատ խելոք ինտելիգենտ ժողովուրդ։ Բարևում էինք էլ ասենց։ Այսքան մոտիկ չենք, ինչի պետք է ինքը իրան սպաներ, որ գիտար մոր հետ է ապրում մենակ։ Հարևանները պատմում են, ընդամենը մի ամիս առաջ էր Գրիգորը արձակուրդ եկել, 4 ամսից էլ պետք է զորացրվեր։ Նրա վերադարձին մայրը առանձնակի անհամբերությամբ էր սպասում։ Գրիգորը միայնակ մոր միակ զավակն էր։ Գրիգորի մարմինը հայտնաբերվել էր հրազենային վնասվածքով։ Նրան ինքնասպանության հասցնելու քրեական վարույթով մեկ կալանավորված կա։ Գրիգորի մահվան դեպքը երկրորդն էր վերջին 1 ամսվա մեջ։ Հուլիսի 21-ին էլ հայտնաբերվել էր զինծառայող Նարեկ Թորոսյանի մարմինը։ Քրեական վարույթը կրկին նախաձեռնվել էր ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Նարեկի դեպքում լրատվամիջոցները գրել էին, տեղի ունեցածին ծեծ էր նախորդել։ Նրա մահվան դեպքով հարուցված վարույթով կալանավորվել են 2 զինծառայող։ Ոչ Նարեկի, ոչ Գրիգորի մահվան վերաբերյալ մանրամասներ քննչական կոմիտեն չի հաղորդում։ Բանակում արդեն 1 տասնյակից ավելի նման մահեր են արձանագրվել այս տարվա սկզբից ի վեր։ Տվյալներն ամփոփել էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։ Զինված ուժերում կարգապահության հետ խնդիրներ կան։ Քրեական ենթամշակույթ է բանակ մտել, որն էլ հանգեցրել էր արատավոր բարքերի։ Այսպիսին է Պաշտպանության նախարարության մեկնաբանությունը բանակում հաճախացած ինքնասպանությունների կամ ինչպես ոլորտի փորձագետներն են ասում, ինքնասպանություն որակված սպանությունների։ Մինչ հասարակությունն ու ոլորտի մասնագետները պետությունից, Պաշտպանության նախարարությունից պահանջում են քայլեր ձեռնարկել նման ողբերգությունները կանխելու համար, Գրիգորի մահվան դեպքից հետո կադրային փոփոխություններ եղան։ Ռազմական ոստիկանության ու զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետերը փոխվեցին։ Թոշակի գնացած նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին հետ կանչեցին ռազմական ոստիկանությունը ղեկավարելու համար։ Նրա նշանակումը մինչդեռ ոլորտի փորձագետների շրջանում տարակուսանք առաջացրեց, քանի որ Հովհաննիսյանի անունը մամուլում ասոցացվում է քրեական ենթամշակույթ կրողների հետ։ Ավելի ուշ պաշտոններից ազատվեցին նաև Պաշտպանության նախարարի խորհրդականներ Մելիքսեթ Պողոսյանը, Ռազմիկ Պետրոսյանը եւ Կամո Վարդանյանը։ Որքանով կապ ուներ վերջիններիս ազատումը մահվան դեպքերի հաջորդած կադրային փոփոխությունների հետ, չհաղորդվեց։ Կադրային փոփոխությունները սկսած ռազմական ոստիկանության պետի փոփոխությունից ցույց տալիս, որ իշխանությունը այստեղ պարզապես իր յուրայիններին տեղավորելու խնդիր է լուծում։ Այսինքն, եթե մարդը դիտարկում, որը պետք է կարգապահական խնդիրներ լուծի, առհասարակ ռազմական ոստիկանությունը բավական մեծ գործառույթներ ունի, ապա այդտեղ պետք է նշանակվեն մարդիկ, ովքեր տիրապետում են նախ բանակային առօրյային, ճիշտ պատկերացումներ ունեն զինծառայողների փոխհարաբերությունների, կլինի դրանք շարքային անձնակազմի, շարքայինների եւ հրամանատարների միջև հարաբերություններին եւ ի վերջո բանակը փորձադաշ չէ, որտեղ կարող է տարբեր մարդկանց տարբեր այլ համակարգերից բերել եւ փորձել դրանով որևէ խնդիր լուծել, տեսնես կստացվի թե չի ստացվի։ Մամուլը գրում է, Պապիկյանը քավության նոխազներ է փնտրում, որ ինքնասպանությունների եւ բանակում տիրող բարձի թողի վիճակի մեղքը բարդի նրանց վրա եւ շարունակի պաշտոնավարել։ Կադրային փոփոխություններին զուգահեռ Պաշտպանության նախարարությունը հայտարարեց, բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում։ Այդ հայտարարված պայքարի շրջանակում էլ նախարար Պապիկյանը որոշել է բարձրաստիճան սպաների խմբեր գործուղել մարտական հերթապահություն իրականացնող զորամասեր, որպեսզի նրանք փորձեն վերահսկել իրավիճակը տեղում։ Մամուլը գրում է, արդեն որոշ սպաների խմբեր 1-2 ամսով ուղևորվել են դիրքեր։ Պապիկյանն այսօր նաև անակնկալ այցեր է արել զորամասեր։ Նախարարության մամուլի ծառայությունը ակտիվորեն մեկը մյուսի հետևից այդ այցերի տեսանյութերն է տարածում։ Բանակի խնդիրների մասին պարբերաբար բարձրաձայնող նախկին падգամավոր Տիգրան Աբրահամյանը սա ավելի շատ PR ակցիա է որակում, քան խնդիրներին իսկապես լուծելու ուղղությամբ արված քայլ։ Առհասարակ հանկարծակի ստուգումները, պլանային ստուգումները, դրանք մարտական պատրաստության պլանում նախատեսված միջոցառումներ են։ Ընթացից պետք է անընդհատ իրականացնեն։
Ես չեմ կարծում, թե պաշտպանության նախարարի կամ գլխավոր շտաբի պետի հանկարծակի այցը համարվում է իրադրության հանգուցալուծման ուղղված ինչ-որ շատ կարևոր քայլ։ Ըստ Տիգրան Աբրահամյանի նախարար Սուրեն Պապիկյանն ընդամենը փորձում է ցույց տալ, թե աշխատանք է կատարում։ Մինչդեռ նման պարբերականությամբ հանկարծակի այցերը զորամասերը, ասում է, պետք է տեղի ունենային ոչ թե այսպիսի ճգնաժամային պայմաններում, այլ շատ ավելի շուտ։ Այսօր ավելի ուշ հայտնի դարձավ, որ Փաշինյանի որոշմամբ զինված ուժերում ինքնասպանությունների եւ ոչ կանոնադրային հարաբերությունների առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերտեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել։ Այն պետք է 3 ամսյա ժամկետում մշակի եւ վարչապետին ներկայացնի համապատասխան առաջարկություններ։